Բարի օր, բարի երեկո ընկերներիս և գիտակից մարդ կոչվածներին։ Զարգացումները շատ արագ են ընթանում։ Անգամ կարելի ասել շատ։ Բայց մարդկանց գիտակցությունը արագ չի ընթանում, պրոբլեմը դրա մեջ է, էլի զարգացման պրոցեսը, ընկալման պրոցեսը, ամբողջ խնդիրները դրա մեջ է։ Այսօր ինչ եք մտածում։ Բարերեկ Նայարազյան։ Ինչից սկսենք։ Ձեզ ուզող հարցեր կան, թե միշտ մշտապես ոնց որ ես եմ սկսում, նենց էլ ես սկսում բացատրել, բացատրականը ներկայացնել։ Բարերեկ Նայարազյան։ Ինչ կասեք այսօր, խնդիրներ, հարցեր չեն առաջացել ձեզ մոտ, այս քանի ժամանակահատվածի մեջ, որ սկսենք այդ հարցերի քննարկումից, հա? Так, լավ, եթե չեք ուզում դուք բան ասեք, ես բան կասեմ, ինչ է եղել։ Так, дорогие наши соотечественники. Так, սկսենք նախ այն բանից, որ Իրանն ու Իսրայելը վրոդ իրար հետ պատերազմում են, հա? Ինչ կարծիք եք, դուք ինչ եք մտածում այդ հարցով, հա? Պատերազմում են իրար հետ, թե խաղ են խաղում, ընդհանուր խաղ, էլի, որը պիտի որ ցանկացած գիտակից մարդու հուզի, էլի, հա? Ինչ եք կարծում, կա տենց գիտակից հատված, որը ունի համապատասխան վերլուծություն ու դրա հիման վրա էլ ինքն էլ արել է իր եզրակացությունը ու փաստացի ականատես ենք ելնում իրականությանը, որ այսօրվա վրա մեզ մատուցում այն շրջանակի մեջ, որը ներկայացվում է, հա? Եթե նեղություն չի, սկսենք, հա, դրանից, չնայած կարծում եմ, որ շատերի մոտ Եթե իհարկե փակված չի, պետք է որ մեկնաբանություններ գրեն, էլի։ Որ սկսենք նաև հարց ու պատասխանի միջոցով։ Իմեջը միշտ բլոկում են, թույլ չեն տալիս, էլի, որ մենք հաղորդակցվենք։ Դե էս էլ իրանց պոռնոգությունն է։ Բայց ես ուզում եմ սկսեմ մի նյութից եւ համատեղ իրար հետ սկսենք քննարկում аնել։ Начали, а? Израиль несет удар по тем объектам. Как начнется конфликт? Израиль несет удар по тем объектам, где ему кажется, его разведки, есть центры ядерные по обогащению урана, а возможно и по, так сказать, производству ядерных зарядов. Ракеты есть у Ирана, носители, до 2000 километров, а там достаточно 200. Вот после нанесения удара Иран обязательно ответит, какие-то небольшие разрушения в Израиле, и тогда старший брат придет на помощь. США мобилизует НАТО и сам, и начнут бомбить Иран, в том числе применяя очень страшное оружие локального действия, но
защищает территорию полностью. Можно всю страну снести применением одного этого локального ядерного удара. Ядерного. Տեսեք, Ժիրինովսկու Ժիրինովսկու ելույթն է, Ժիրինովսկու ելույթն է, որի վերաբերյալ արդեն իսկ ներկայացվում է, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին եւ բնականաբար Իրանը պատասխանելու է, որից հետո սկսվելու է ոնց որ տուր ու դմփոց երրորդ համաշխարհային պատերազմ։ Տեսեք, Ժիրինովսկին կոֆե բաժակ նայող է, կարտ բացող է, ըստ ձեզ էլի վերլուծենք էլի։ Միթե այս տարիներ առաջ Ժիրինովսկին արդեն կանխավ, գիտեր ինչ պետք է կատարվի։ Թե դա իրոք դա ծրագիր էր, համատեղ զարգացում, համատեղ համաձայնեցված, որի շրջանակներում այն որ ծրագրված է որոշակի խմբերի կամ այսինքն կազմակերպությունների ըստ ձեր գիտակցության էլի, ու սենց ասենք մասոնական լոժայի կողմից, որը բնականաբար ստանում է ցուցումներ համապատասխան, ոնց որ ասած, էլի կետից, որ նշված գործողությունները կապված պատերազմի հարձակման հետ արդեն իրականություն դառնա։ Հիմա տեսեք, եթե խոսենք ասենք վերլուծականի շրջանակներում, Պարսկաստան կոչված է ինքը նշված խնդրու առարկաներին քաջատեղյակ է, որովհետև ցանկացած պետություն ունի իր նաև լրատվական համակարգը, ազգային անվտանգություն կոչված համակարգը, հա, ու տարբեր հետախուզական, հետազոտական համակարգեր։ Եվ այդ հետախուզական, հետազոտական համակարգերը իրականացնում են Աջուտ պարտավոր են իրականացնել պետության ազգի իրենց, էլի, բնակչության անվտանգությունը ամբողջականության հետ կապված բոլոր խնդրու առարկաները եւ դրա հետ, այսինքն ցանկացած ներխուժման, բնականաբար եւ նաեւ ագրեսիայի հարձակման համապատասխան միջոցներ ձեռնարկել է, որ պաշտպանի իր բնակչությանը, իր սահմանները եւ այլն։ Հիմա հարց է առաջանում, այդ Պարսկաստան կոչվածը, բա միթե դրա մասին տեղյակ չի։ Միթե ինքը չի լսում ու չի ցանկանում այդ ինֆորմացիան վերլուծել, ստանալուց հետո էլի անմիջապես եւ դրա հիման վրա համապատասխան եզրակացություն անելուց սպասարկի իր համակարգերը կամ ավելի ապահով կարգով սկսի նրանց պաշտպանության կամ հակահարված տալու ծրագրերը իրականացնի։ Կարծում եմ ցանկացած գիտակից մարդ պիտի որ գիտակցի հասկանա, որ իհարկե պիտի որ ինչպես նաև այս պորնոները, այս սկսած 91 թվականից եւ այլ եւ այլ։ Բայց ի գիտություն ձեզ ես նաև իրականացվող գործողությունների մասին ներկայացրել եմ նաև Պարսկաստանի ղեկավարությանը, որ Սյունիքի ճանապարհային քարտեզ ամրագրելուց հետո, որ արդեն իսկ ամրագրված է, որի մեջ 91 թվականով ամրագրված է ամբողջ ցիկլը, ամբողջ գործընթացը, որից հետո 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունները հիշում եք երևի, դրա մեջ ներառված էր նաև ճանապարհային քարտեզ, որի մասին ես դեռևս 2000 թվականներից ասում ներկայացնում եմ, հիմնավոր փաստաթղթերով դատական process էլ տանում եմ։ Եվ կան նաև պատասխանները, որը հիմնավորում են ու իմ ներկայացրած ու իմ ոնց որ ասած փաստերի հիման վրա դատական process կոչվածները թաքցվում, պարտակվում է, պարտակվել են ու պարտակվելու են։ Հիմա այս գործողությունները, տեսեք, կապված Իրանի հետ։ Այդ ճանապարհը
Սյունիք Գորիսիսյան Մեղրի Ղափան, որը ազատագրված տարածքները ըստ սրանց գրավյալ տարածքները պիտի Գորիսիսյան Մեղրի Ղափանով կապվեր Նախիջևանի հետ եւ դրա մեջ ներառված պիտի լիներ ամբողջությամբ մի րոպե Հալո Բարի գուն ավելի շուտ Ոնց ես։ Լավ եմ Շրանտ ջան եթերում եմ հետո խոսեմ Կներես, ասում եմ ասել դրա այդ բանը 59 րոպեից լսեք թե ինչ է խոսում էլի։ Հա հետո կնայեմ ապեր լավ այդ խնդիր չի Լավ Կներես, լավ։ Բանը հիմա ինչ եմ ուզում ասեմ տեսեք մենք այսօր այդ խնդրու առարկան վերլուծում ենք ամեն մեկը ըստ ձեր էլի վերլուծականի ձեր չափորոշիչներով հիմա տեսեք 2006 թվականին Շանթի եթերով Արմենչիկ Ռոստոմյանն այդ ճանապարհային քարտեզի մասին խոսել Վարդան Օսկանյան կոչվածն է դրա մասին ներկայացրել հիմնավոր A+1-ով, թե նաև այն Արամ Աբրահամյանի եթերով։ Ուստի եւ դրա մասին նաև տպվել է Առավոտ թերթով եւ այլ թերթերով։ Հիմա փաստացի տեսեք, այս ամենը կար, այս ամենը գործում էր, այս ամենի հիման վրա նաև կար փաստագրական տվյալներ։ Բայց ունենալով փաստագրական տվյալներ, տեսեք, ես զուգահեռներ եմ տանում որ դուք նաև այդ զուգահեռների մեջ նայեք հասկանաք նմանությունը այդ բոլոր գործընթացների ու դրա շրջանակներում նաև այն բոլոր գործիքակազմը, որը օգտագործվեց մեր ազգի նվիրալների դեմ եւ հիմա օգտագործվում է նաև եւ օգտագործվել է նաև պարսիկ ազգի նկատմամբ ու նրա ոնց որ ասած նվիրալների նկատմամբ հիմա տեսեք Սուլեյմանին խփեցին սպանեցին Պարսկաստանի գեներալին առաջի հարվածով սպանեցին նաև Պարսկաստանի այն գլխահատույց մասը որտեղ գլխավոր դերակատարումը կապված էր անձերի հետ, որոնք ղեկավարում էին կամ կային ազգային ազատագրական կամ ազգային պատկանելության կամ ազգային պաշտպանության խնդրու առարկաների հետ եւ նրանք որոշակի գործողություններ են տարել։ Հիմա Պարսիկ կոչվածը այսօրվա ղեկավարության մասին է դրանց խոսքը։ Դրա մասին չգիտեին։ Ես դեռևս 2005 թվականից Պարսկաստանի դեսպանատան հետ ունեմ բարեդրացական հարաբերություններ եւ ելի ասեմ 2016 թվականին պատերազմը այդ խերժոն որ սարքել էր կազմակերպել էր ես հանդիպում ունեցա եւ ասեցի ինձ առաջի օրը պատերազմի 2016 թվականի որ նախապատրաստվում է հարձակում որից հետո տարածքների հանձնում որովհետեւ Խերժոյի վրա, քորի վրա, վզգոյի վրա եւ այլը դրա մասին ես բազմիցս բացատրել եմ, չանդրադառնամ, չմանրամասնեմ, պարզապես ընդհանուր գաղափարը, ընդհանուր նպատակը ծրագիրը դες ներկայացնեմ, որի ոնց որ ասած գիտակցականը նաեւ ձեր մոտ աշխատի։ Հիմա դրված էր որ Սյունիքը պիտի ամբողջությամբ տան, Գորիսիսյան Մեղրի Ղափան, մինչև Նախիջևան, ընդգրկելով Արարատի մարզը, որից հետո պիտի անցնեին Պարսկաստանի վրա, Իրանի վրա եւ այնտեղ հյուսիսային հատվածում բնակվող 30 միլիոն ադրբեջանցիների մասնակցությամբ տարանջատեին Պարսկաստանից եւ միացնեին Ադրբեջան կոչվածին, կեղծ կոչված Ադրբեջանին, որը փաստացի Իսրայելի նորից նրա հետ համատեղ համաձայնեցված մասոնական լոժայի ջհուդական ծրագիրն էր։ Իդեպ մի հատ էլ հիշատակում անեմ 91 թվականին նաև Երասխի կենտրոնից ծրագրված էր կառուցվեր Եվրասիա պետություն եւ այդ Եվրասիա պետությունը մեծանալով տնտեսապես արդյունաբերությամբ եւ ոնց որ ասած վերացնելու էր Արմենիան։
դառնալու էր Եվրասիա պետություն։ Այդ ծրագիրը տապալեցին, որից հետո սկսվեց մաշեցման ծրագիր, այսինքն մեր ոսկե սերուցքի ցեղասպանության, նրա վերացման եւ որից հետո, այսինքն պայքարող հատվածը վերացնում են, որ ու դրա շրջանակներում պարզապես միջոց հանդիսանում մեր տարածքների վերացմանը եւ ոչնչացմանը, մեր ազգի ցեղասպանությանը, գենոցիդին, որից հետո իրենց որից է խնդրո առարկա չունենալով պաշտպանվելու հարձակում եւ այլն մեր ազգի, մեր նվիրալների կողմից իրականացնում են իրենց խազարյա ծրագրի ամբողջական հատվածը։ Հիմա դա որ տապալվեց, սկսվեց արդեն այդ մաշեցման ծրագիրը եւ ըստ էության 2016 թվականին, որ ես հանդիպում ունեցա նաեւ գեներալ Սուլեյմանիի հետ, որից հետո Սուլեյմանին գեներալը Պարսկաստանի թռավ Ֆուցանին անմիջապես մատթափ տվեց, որ ասաց՝ մի հատ եթե զորքերդ հետ չքաշեցիր, որովհետև դրան մասնակցություն ուներ Ռուսաստան կոչվածը, Ռուսաստանի ջհուդական հատվածը ամբողջությամբ, նրա գեներալիտետը, ոնց որ ասած վարչակազմը եւ այլն, Իսրայելի մասոնական լոժայի Ադրբեջան կոչվածի, Թուրքիա կոչվածի եւ միջազգային կոչված պոռնիկների անմիջական գլխավորության մասնակցությամբ, որը դուք ըստ կամ ձեզ մատուցում են այնպես, ինչպես ոնց որ ասած, գիտեք ինչ կա միջազգային նորմերի, այն միջազգային նորմերով անեքսիա է, հարձակումը Իրանի տարածքների վրա, բա ինչի որևիցե գործողություն, որևիցե գործունեություն չեք իրականացնում պատժի պատասխանատվության ենթարկելու Իսրայելին։ Նույնը վերաբերում էր մեր դեպքում։ Անեքսիայի ենթարկված մեր տարածքները ու սկսած քորից մինչև Փաշողլես Պիդրից, Ռաուֆով, Սերժոյով ու իրենց համակարգ կուսակցական պոռնիկներով համակարգ կոչվածներով, բոլորը պետական դավաճաններ են, միջազգային անձագործներ։ Երկու կարգավիճակով, նախ, եթե սրանք հանդիսանում են, եթե պետություն ըստ ձեր գիտակցության, պետության ոնց որ ասած ներկայացուցիչներ են, եթե պետության ներկայացուցիչներ են, հա, ապա պիտի պաշտպանեն, ճիշտ է, ազգ պետություն, ոչ թե որոշակի պոռնիկների, այսինքն Խերժոյի, Ռաուֆի, Քորի, Փաշուղլու։ Բայց տեսեք, մի դեպքում միջազգային կառույցները, եթե փաստերով ենք խոսում, 91 թվականում արդեն իսկ ամրագրել էին որպես ադրբեջանական տարածք, այդ դեպքում փաստացի Արմենիան, ըստ ձեզ Հայաստան կոչվածը, կատարել էր միջազգային հանցագործություն, պատերազմի հրահրում, մեր ոսկե սերուցքին տարեզոհաբերել էր որպես մատաղացու, որպես վարձկաններ, պետբյուջեն ֆինանսավորել ադրբեջանական տարածքները, տարիներով միլիարդավոր դոլարներ հատկացվել էին գոյություն չունեցող Ադրբեջանին, որ իրականում Իսրայելի ոնց որ ասած ստեղծած ոնց որ ասած բազան էր, որից այսօր հարձակում է կատարվում, հարվածներ են իրականացնում բանին, Իրանին։ Բայց հիմա տեսեք, եւ դա որևիցե մեկը չի քննարկում։ Հիմա 16 թվականին Իսմայիլ ներողություն գեներալը Պուտինին մատթափ տալով ասաց, որ եթե չընդհատես քո այդ ծրագիրը, համատեղ ձեր ծրագիրը, ապա մենք հարված կհասցնենք ձեզ։ Եվ Ֆուցն կոչվածը անմիջապես դադարեցրեց երկրորդ օրը, եթե դուք չեք ասած հիշողությունը չեք կորցրել, ապա երևի հիշեցիք։ Հիմա երկրորդ պարագան, ինչու՞մ է կայանում նշված խնդրու առարկան, որ այսօր Պարսկաստանին խփում են։ Նույն ծրագիրը դեռևս չի վերացած։ Նույն ծրագրով իրականացվում է այսօրվա պատերազմական իրականությունը, որին դուք ականատես եք լինում։ Հիմա եթե Պարսկաստանը ունի բնականաբար ձեր գիտակցությամբ ռազվեդկայա, ներքին արտաքին, ճիշտ է։ Հիմա այդ ներքին արտաքին ռազվեդկան
Բա ինչի խնդրու առարկաներին համապատասխան միջոցներ չէր ներկայացրել եւ դրա պաշտպանության, ինչպես նաեւ հարձակման եւ մեղավորներին պատժի պատասխանատվության չէր ենթարկել։ Հիմա դեսեք, ինչի չգիտեմ, պարսիկը չգիտի, որ սկսած քորից մինչև Փաշողլի, Խերժոյով, Ռաուֆով իրենց համակարգերով բոլորն էլ պոռնիկի ծնունդներ են։ Բոլորն էլ հանդիսանում են իրենց իսկ թշնամիները։ Այսօր նաև այդ իրանց իշխանություն կոչվածը հանդիսանում է Պարսկաստանի, Իրան պարսիկ ազգի թշնամի, որովհետև եթե նա թշնամի չլներ, իր պաշտպանողական բոլոր գործողությունները կիրականացներ, որ որևիցե ծիտ չհարձակվեր, որովհետև ծիտիկ չանցներ իր սահմանները, ու անմիջապես հակահարված կտար։ Ու նախորոք արդեն իսկ պատերազմական այս իր թողու բոհի իրավիճակի մեջ արդեն ինքը ուրույն իր տեղը կունենալ եւ հնարավորություն չէր տա, որ դա շարունակական բնույթ կրի։ Հետո այսօր տեսեք, Ադրբեջանի այս Արցախը ինչի հանձնեցին։ Արցախը հանձնեցին մի նպատակով, եւ դրան որևիցե Պարսկաստանի ղեկավարություն, իշխանություն կոչվածը չարձագանքեց։ Քաջ գիտակցելով, քաջ իմանալով, որ նպատակը Սյունիքի միայն տարանջատելը չի, այլ նաեւ հյուսիսային հատվածը, որտեղ բնակվում են 30 միլիոն ադրբեջանցի, նրանց միացնելը Ադրբեջանին, ու որևիցե գործողություն չիրականացվեց անվտանգության ներքին, հա, որ նշված խնդիրների առաջ այսօր կանգնած չլինեին, այսինքն այսքան զոհեր, այսքան հարվածներ եւ որևիցե պարսիկը հարվածելուց հետո նոր ասում է կխփեմ ու նորից խփում է, հետո Ադրբեջանին խիչ ես խփում, արա։ Չէ՞ որ Ադրբեջանից անցնում է գազատարը, հա, խողովակները, ճիշտ է, որ սնուցում է Եվրոպա կոչվածին։ Ինչի՞ չես խփում, արա, բա, հա։ Հարց չի առաջանում ձեզ մոտ, էլի։ Էս ինչ խաղեր, արա։ Ոնց որ էս պոռնիկները, տեսեք, ամբողջ պատերազմական իրավիճակում ձեր գիտակցությամբ, էլի, որևիցե անգամ չխփվեց գազատարի խողովակներին, հա։ Էս ինչ հարցի վա։ Մենք մի հատ ադրբեջանցի չունենք, գերեվարած, բայց մեր 3000-ից ավել ազգի ներկայացուցիչները պատանդի կարգավիճակում պահվում են Ադրբեջանում, Թուրքիայում, Իսրայելում, որպես զապչաստ։ Հարց է առաջանում, ես ինչ կապիկություն է։ Ես ոնց եղավ Ջիրինովսկին քանի տարի առաջ դրա մասին գիտեր, կուրսի էր, որ պիտի հարցակումը լինի, բայց Իրանի ռազմաքաղաքական ազգային անվտանգությունը, ռազմական արտաքին ներքին սպեցլուժբաները որևիցե մեկը չիմացան, արա։ Ես ինչ կապիկություն արա, հա։ Ես ինչ կապիկություն է։ Այսով այս միամիտ օղչարներին վերեկցե, որ օղչարա հոտին էլ ուղղորդում են այն ուղղությամբ, որը իրանց է պետք։ Էսի սես կլնի, էսի կռիվը սես կլնի, լմի րոպե արա է։ Միջազգային այդ նորմերը ըստ ձեր գիտակցության, էլի, ով է գրե, ինչի համար են գրե, հա, սահմանները ինչի համար են ամրագրե, հա, որ ինչ անեն, նստեն այդ սահմանների, ոնց որ ասած, պռուկին սկսեն քակել, հա, հետո թուղթը գցեն մեկը մեկելի վրա, ասեն դու ես կեղտոտ է, այն էլ չէ, դու ես կեղտոտ է, հա, բայց միջազգային պուտանգի քխի դրանց պատասխանատվության չեն կանչում։ Տեսեք, մեր դեպքում ձեր գիտակցությամբ Հայաստանն էր զավթել, հա, Ադրբեջան կոչվածի գոյություն չունեցող տարածքները, բայց նրանց խիչ են դատում, հա, բա լավ, մեր համակարգ կոչվածներում գիտակից մարդ չկա, դադաղազ, ԱԾ, քնչական, հակակոռուպցիոն, ազգային անվտանգություն, հա, ասեն այ բոզի տղա, այդ միջազգային եք, հա, մատնամ նշում, հղումանում եւ այլն, բա բոզի տղեկ,
այդ օրենքները դուք քիչ եք պաշտպանում, նույն այդ կոնվենցիաներին տեր կանգնում, հա? Հարց ենք տալի, որից մեկը դրա պատ։ Այս իդեպ այդ Ալմաթայի հռչակագրի վերաբերյալ մտցրել եմ նաև դադաղազություն, մադաղազություն, վլա, սա մեռել են, շուշները պահել են, չկա, ի տիշինա, սա մեռած են, հարց առաջանում, բխի ձեն չեք հանում, այ բոզի վաստակներ, այ պորնո ծնունդներ, ինչի ձեն չեք հանում, հա? Ուրեմն համատեղ լապ եք, չէ լապում, փաստացի այդ Մուսորսկի համակարգը, այդ գործակալական ցանցը, ազգային անվտանգությունը, քննչականն, հակակոռուպցիոն եւ այլն, ազգային նախորը կուսակցությունները բոլորը թուրքի շինված բազմակի օգտագործված ռեժիմներ են։ Հիմա, բայց անդրադառնանք Պարսկաստանին։ Պարսկաստան կոչվածը Բա դու եկապետություն ես, քո, ոնց որ ասած, զինուժով, ռազմական, տեխնիկական եւ այլն, Բայ բոզի տղա, դու չես իմանում արա, այ պիդր, խոսքը դրանց իշխանության մասին է, դու չես իմանում, որ, տեսեք, նախապատրաստում է տենց բան, Սիմոնյանն էլ է ձեզ այդ հանդիպման ընթացքում այդ ամենը ներկայացրել, բայց դուք խի աչալուրջ չեք ելե, ուրեմն դուք կամ անմեղսունակ եք, այսինքն չունեք համապատասխան ընկալում, գիտակցություն եւ այլն, կամ եթե չի նույն բոզի տղեկը դուք եք, Թուրքի շինված, ջուդա, այդ որ ասում եք սիոնիստական, նույն սիոնիստները դուք եք, հիմի կապ չունի սիոնիստել ռուսերեն է խոսում, հայերեն է խոսում, պարսկերեն է խոսում, թե ինչերեն է խոսում, վրեն մուսրի ֆորմայա, վայնի ֆորմայա, դադաղազի ֆորմայա, թե ինչի ֆորմա, բոլորը ենթակա է գնդակարության, հիմի հարց է առաջանը, այս դեպքում, Իսրայելին խիչ են պատժի պատասխանատվության կանչում, մեր դեպքում, Քորից բռնած այս գանդոններին ինչի պատասխանատվության չեն կանչում, Փաշօղլու, Խերժոյին, Ռաուֆին, Քորին, հա? Խի չեն դրանց պատասխանատվության, Հագայի դադարանում խի դրանց պատասխանատվության չեն կանչում, հա? Լավ ուրիշ բան ասեմ, հիշում եք չեն Սադամ Հուսեյնին, որ դադեցին միջազգային դադարանով և մահապատժի ենթարկեցին, որ իբր թե էլի թունաքիմիկատներ, կենսաբանական զենք եւ այլ եւ կասկածի տակ, հետո պարզվեց ոչ մի տես բան չկա։ Հիմա նույն բանը ստեղ է, այս խաղն է գնում։ Հիմա այս ոնց եղավ բոզի տղեկ, դուք պետք է ատոմային, ոնց որ ասած, ռումբեր ունենաք, ոչ պարսիկը չունենա։ Կամ դուք ունենաք, մենք չունենանք։ Հա? Այդ ով եք դուք, այ գանդոններ, դուք ում խերի գանդոններն եք, ով է ձեզ այդ իրավունքը տվել, ինչ իրավունք են տվել, դուք ով եք արա վաբշե։ Կամ այս գանդոնների խիչ եք պատասխանատվության պատժի կանչում։ Խերժոյին, Ռաուֆին, Քորին, Փաշօղլուն, հա այ բոզի տղեկ։ Հələ մի րոպե էլի, սենց բան անենք։ Արեք սենց մի հատ վերլուծականի արդյունքում մենք էլ գանք մի որոշակի վերլուծական էլի եզրակացություն անենք, որ հասկանանք ինչ է կատարվում արա։ Այս գանդոնները вообще այդ համակարգ կոչվածներ ինչի համար են։ Որի թուղթեն, որ քակելուց մաքրեն շպրտեն այս թուղթը արա։ Ինչի համար այդ ԱԱՑ-ն ինչի համար է։ Լավ էլ էլի, տեսեք, ձեր էլի մասնակցությամբ զանգենք, տենանք էսրանք ինչ են անում։ Վաղը մյուսօր ենթադրենք ատոմային, որ կռիվ սկսվեց։ Ինչի է այսքան զարգացում ստացել սա։ Որ այդ զարգացման ընթացքում վաղը մյուսօր կարող է մի հատ ատոմային ինչ-որ ռումբ գցեն իրար վրա, կամ հիշում եք, չէ՞։ Ես դրա դատը տարել եմ, դատավարությունը նաև տեղադրել եմ իմ էջի վրա։ Ուրանի վաճառքը թուրքերին, որը Խերժոն Միրանի հետ, Շմայսի աղբյուր, Սաշիկի հետ, ու էլի մի քանիսի հետ իրականացրեցին վաճառքը, որի մասին իդեպ էլ ասեմ դες։ Դրա մասին տեղեկացվել է Ամերիկա կոչված գանդոններին, դեսպանատուն, մեսպանատուն, ոչ եմ, ընդեղ անվտանգություն եւ այլն, Վրաստանի պիդրներին, հա։ Որևիցե մեկը պատասխանել են, բա մենք զբաղվում ենք, մենք այսպես, բայց որևիցե մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ինչի։ Հա։ Տեսեք, լուրջ հարցեր են, որի պատասխանները պիտի ցանկացած գիտակից մարդ ունենա, կամ գոնե սկսի մտածել, արա, հələ մի րոպե, սպասեք, արա, այս ինչ է կատարվում։ Այդ ներկայացումները ինչի համար են։
Պարսկաստանը խփեց, Իսրայելը խփեց, հետո իրանց արել մեսի արա այդ պիդերն է, հիշում եք, մի ժամանակ էլ վրոդի Իսրայել կոչվածից, в общем, էշիկ-աշկով մտան Իսրայելի տարածք ու տերորիստական գործողություններ էին կատարել, բան դե մարդ չկա կայնած արա, հա? Որ իրանք մտան, որից մեկը չիմացավ, քնած էին, հա, որները տնկե քնած էին, ոչ մեկը ոչ մի բան չիմաց։ Արա, այս ինչ հեքիաթներ եք պատմում, այ գանդոններ։ Այս ինչ կապիկությունն է, պիդերներ, արա։ Այս ում եք եշի տեղ դրել, այ գանդոններ, արա։ Ինչ կռիվ, այ ոռատու գյոթեր։ Ծրագիրը ձեր նման օղչարա հոտին վերացնելն է։ Ծրագիրը իրանք ձեզ որպես ազգ վերացնելն է։ Հետո Եթե Արմենիայի բոլոր քարտեզների վրա ամրագրված են որպես Արմենիա։ Հայաստանի Հանրապետություն որտեղ է գրած։ Եթե Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ասել եմ, նշանակում է ԽՍՀՄ-ի մեջ է, բայց ԽՍՀՄ կոչվածը ինքը զավթել է մեր տարածքները Ադրբեջան գոյություն չունեցող պետության հետ, Թուրքիա գոյություն չունեցող պետության հետ։ Զավթել են արա, անեքսիայի են ենթարկել, սրանց խի պատասխանատվության չեն կանչում։ Են էլ են դեպքում, երբ որևիցե մեկը ճանաչված չի եղել, հասարակական կազմակերպություն են եղել։ Եվ Թուրքիայի ազգային մեր ժողովը, եւ այս ԽՍՀՄ կոչվածը հարց առաջանում։ Եթե 21 թվականին զավթել են Արմենիայի մի հատվածը կցել են ԽՍՀՄ-ին, սարքել են Հայաստանի Հանրապետություն։ Բա Արմենիան ինչ եղավ։ Հա? Արա այ օղչարահոտ։ Դուք այսքանս լսում եք։ Ձեր ոռնա գլուխներդ փագում, ագնջներդ փագում, աշկերներդ փագում, թե գլխի մեջ քակա լցված, պարզապես ոռի տեղն է փոխած, հա? Այն գանդոնը խոսում էր, ասում է, այդ Փաշօղլի կոչվածը, ասում է, բանի ժամանակ, մի րոպե, один момент, էլի։ Один момент, дорогие наши товарищи. Մի րոպե, հա։ Մի րոպե։ Как начнет? А не государство для какой-то одной расовой группы. И именно так все и задумано. Փաշօղլին ասում էր, որ մի րոպե լա։ Ասում էր, որ հեղափոխության ժամանակ, հեղափոխություն կոչվածի ժամանակ հիմնական ֆինանսները, միջոցները եկել են Ռուսաստանից, մեծ մասը։ Իրա բերնով էր ասում։ Արա այ գանդոններ, նաև եկել է Ամերիկաներից, Ֆրանսիաներից, Գերմանիաներից եւ այլն։ Արա այ ոռատու գյոթեր։ Բա հիմա խիչ եք ֆինանսավորում ազգային ազատագրական պայքարին, սրանց սատկսնելու։ Այսինքն բոլորը տել հանդիսանում է թուրքի քունված, բազմակի օգտագործված գանդոններ։ Այդ դրա համար չեք ֆինանսավորում, որ մարդը է սփյուռք կոչված ղախպեքը, քանի միլիոն սփյուռք ունենք, 10 միլիոն, $1 մարդա դնեին, $1, որ իրանց ոռի թուղթի փողնել չի, մի կոֆեի բաժակի արժեքնել չի, $1 դնեին, մեզ գանդոններին սաղի սատկացրել էի, խիչ եք բա պատժ անում, հա? Հարց եմ տալիս, արա։ Արա այդ գանդոններ, այդ տրասի ոռատու գյոթեր, այսինքն ձեզ համար Լանզարոտի կոնվենցիան ընդունողը, պետական դավաճանը, թուրքի քունված գանդոնը ձեզ համար սրբություն է։ Ուրեմն նույն գանդոններն էլ, նույն մանկապիղծերն էլ, նույն պետական դավաճաններն էլ դուք եք։ Սա է իրականությունը։ Այս ագարկեքը $375 միլիոն էս 44 օրվա պատերազմ կոչվածի ժամանակահատվածում ձեր ագարկա սփյուռք կոչվածը ձեր տրուսիկի ծակերից հանեցիք, ուղարկեցիք այս ագարկեքին, որ այս ագարկեն իր պցի մեջ կոխի, իր ոռը հաստացնի, Ֆրանսիաներում, Ամերիկաներում, Կանադաներում վիլաներ առնի,
Ձեր գանդոն ցեղատեսակների բեռնումը շները քունեն գյոթեր։ Կռված կոչված ղախպեք։ Խիչ եք գագելիս բա մոտիկ, որ այս գանդոններին սատկացնենք, հա։ Հարց եմ տալիս։ Միջազգային կոչված տրասի գանդոններ։ Հայաստանը ձեր գիտակցությամբ Արմենիան չեմ ասում, էլի։ Ագրեսոր, հա։ Ուրեմն ագրեսորը նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Մոլդովան եւ այլ, Ադրբեջան։ Բա ԽՍՀՄ-ի մեջ են բոլորը, բայց դուք այսօր ինչ եք ճանաչում ԽՍՀՄ, հա։ Եթե ԽՍՀՄ ճանաչում եք, ուրեմն ագրեսորը նաև Ֆուցնն է։ Բա Ֆուցնին, Լուկաշենկոին, Ֆլան-ֆստանին խիչ եք պատասխանատվության կանչում, հա։ Որտեւ Հայաստանի Հանրապետություն, հանդիսանում է ԽՍՀՄ-ի կցորդը, որին զավթել են բռնակացել են։ Հարց եմ տալիս, բա Արմենիան ինչ եղավ։ Արա հարց եմ տալիս, այ ոռատուններ։ Դուք ապրում եք ինչի համար, այ ձեր ճաշի մեջը շները թափեն։ Դուք ինչի համար եք ապրում, այ գանդոններ։ Ապրում եք ինչ, որպես ինչ ցույց տալ։ Տրասի որպես գանդոնների, որովհետև մարդ կոչված է, գիտակից հատվածը, չի կարա տենց բաներին ականատես լինելով, հա։ Այս ամենը տեսնելով, լեզուն կողի ոռը հագցանի գլխին ձենձուն չլնի։ Հարց եմ տալիս, արա։ Են մեկը հանում են կլերի գանդոններին, մեկը Մասիսի քաղաքապետնա նախկին, Խերժոյի բազմակի օգտագործված գանդոնը, մեկը Էդմոնդը, մեկը ես իմ իշխեր Էդգար Ղազարյան կոչվածը, մյուսը Վանեցողլի կոչված, ինչքան տրասի գանդոններ կան, որոնք ժամանակին օգտագործվել են, ու մեր ազգի դեմ նրանց ուժը, նրանց թիմը կիրառել, ահաբեկել, տերորի ենթարկել, հանդիսացել ազգի պետության ցեղասպանման ծրագրի իրականացմանը, այս գանդոններն այսօր տեղ ունեն։ Այսօր բոլորն էլ գալիս են, արեք սրանց ձեն տվեք, հետո զարմանում են, ինչ եք սրանց կլրտում, կլրի գանդոններ, լսում եք այ ոռատուն է։ Ում չկլրտեն։ Ձեր նման ղախպեքին, որ մեկը տա մարդկային չափորոշիչ ունի, որի շրջանակներում դնեն դեմներդ կամ առանց դնելու դեմներդ, բա դուք ում կլերի գանդոնն եք, մի րոպե լա, դուք ինչի համար եք, արա, դուք այդ համակարգի մեջ լինելով դուք չգիտեք ինչի ինչոց է, հա, հարց եմ տալիս, դուք չգիտեք, որ չգիտեք ում խեռին եք պետք, բայց դադաղազություն, ածը, քնչական, հակակոռուպցիոն, դադավորներ, կողեմ ձեր սաղի էղա չեղացի բեռնումը ես ձեր ցեղատեսակի բեռնումը լցնեմ ես։ Քանի անգամ եմ ասել, արեք դուզ գանք, հրապարակային, ձեր լրատվականներով, ձեր համակարգերով, ձեր դադաղազներով, ձեր քաղաքագետներով, ձեր կլրագանդոններով, մենակ եմ գալիս։ Քանի անգամ եմ ժամ դրևերները, ոռատու գյոթեր։ Ռաուֆը դատի է տվել, Խերժոն դատի է տվել, բանին, Նիկոլը դատի է, արա ժաշտամ ձերը ճաշի մեջը լապեք։ Այ գանդոններ, դուք ով եք, արա, ում եք էշի տեղ դրե, այ ոռատուներ, հա, հարց եմ տալիս, արա, դուք ոնց կարող է մեկը մյուսին դատեք, որ սաղըտ էլ նույն գարշոկի մեջի քակնեք, արա քակել չեք, այ ոռատու գյոթեր, ոնց կարող է պատահի, որ նույն թիմի մեջ եք, այ գանդոններ, մարտի մեկը եղել, հա, մարտի մեկին զորքը բերել են, հնդիմություն խաղացողը քորներ, Լևոն Տեր-Պետրոսյան կոչվածը, Փաշողլիներ, հա, դրանց բա, հիշում եք ասում էր, 7 կարդոնով ինձ պաշտպանում են, քորներ, չի ասում, լավ, այդ ոնց եղավ, այս գանդոնին, որը հանդիսանում է սրանց թշնամին, ուզում է սրանց քցի,
հեղաշրջում ա ուզում անի, 7 կարդոնով պաշտպանում են։ Այդ ոնց եղավ, չհասկացա։ Փաշուղլին, որը հանդիսացել է այս մարտի 1-ի նաև մասնակիցներից, կազմակերպիչներից, կազմակերպողներից, ծրագրավորողներից Խերժոն գնում է ազատում է, բերում է նշանակում է ազգային ախորի դեպուտան կա, հետո նշանակում են Որչապետ։ Արա ում եք էշի տեղ դրե, այ քունեմ ձեր ցեղատեսակների բերան այ գյոթեր, այ ծծող գյոթեր, այ ոռատու գանդոններ, ձեր հետ ինչ ձերի խոսանք, արա։ Ձեզ հետ նորմալ կլինի։ Ես կարամ ժամերով խոսեմ մի հատ հիմար բառ չարտահայտեմ, բայց գանդոններին գանդոն են ասում։ Ռուսաստանի մի հատ քաղաքագետ ասում է, не говорят гомосексуалисты, говорят пидорасты։ Ամեն ինչ իր անունն ունի։ Ամեն ինչ իր անունն ունի։ Օվերտոնի պատուհանը ինչի համար է, որ դերագաժներին նստացնեն այնպիսի բառապաշարով, որ դուք անմիջապես չվրդովվեք, չհասկանաք դրա բունեությունը, ու դա ձեզ համար ընկալելի լինի, նաև երեխաների համար։ Ագարկեք ազգային ազատագրական պայքարի բոլոր հիմքերը դրածը։ Սրանց որպես միջազգային հանցագործներ, պետական դավաճաններ պատրաստ է, որ դուրս գանք ազգային դատավարություն կատարենք, իրականացնենք, ու հրապարակավ գանդոններին լրվին դատենք, խիչ եք մոտենում, խիչ եք գալիս, հա։ Որ մեկը տա զանգել ասել է, բացի իմ ընկերներից, բա Սիմոնյան ջան, ինչ անենք, ոնց անենք, ում սենցան։ Գալիս են, բա ինչ ալնելու մենք, ոռատուներ ձեր ոռը բացելու են, գանք ունեն, ինչ պետք է անեն, այս ու կաներ։ Հետո գյուլելու են ձեր երեխեքին, ձեր կնանոց տանեն, դարձնեն իրանց համար օգտագործվող, в общем, ինչ են անելու, չգիտե, ինչ են արեմ, ինչ են։ Հղի կնոջը փորը ճղել են, երեխուն հանել է, ինչ են արել, չգիտե։ Ու այսօրվա վրա ովքեր նենց ապահով, հա, սենց ոնց որ բան չի եղել, հա։ Են վանեցողլիները, խերժոները, ռաուֆները, դաշտանները, կուսակցություն կոչված կլրի գանդոնները, հա։ Իրանց համար խերներին չի, բան չկա։ Սենտր է ամեն ինչ, հա։ Ուրեմն նույն կլրի գանդոններն էլ դուք եք։ Ուրեմն նույն թուրքի քունված բազմակի օգտագործվող գանդոններն եք։ Ոնց կարող է պատահի դուք մարդկային հատկանիշ ունենաք ու պետք է զարմանում եք, որ ձեզ ասում են գանդոն, հա։ Հարց եմ տալիս, արա է։ Խեք զարմանում, որ ձեզ ասում են գանդոններ։ Բացահայտվել է։ Конные давние исторические связи с этой землей. Нет, с юридической точки. Հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Կարող են կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Հիմա շները ծծծնեն սրա աղջկեքին, սրա ագարկա կնգան, սրա այս գանդոնին, հասկանում եք, այս կեղտին, այս գյոթին, այս ոռատու ագարկին։ Հիմա հարցը առաջանում էլի, եթե դուք այս ագարկին հանդուրժում եք, ընդունում եք, ճանաչում եք, պաշտպանում եք, պահպանում եք, ուրեմն շները ծծծնեն ձեր ընտանիքներին։ Հիմա մի րոպե մի բան է ցույց տամ, էլի։ Տեսեք, ասում է, այս գործողությունը, այսինքն հանձումը նորից կլներ այս իրավիճակը, այսինքն վաղուց այդ ծրագիրը դրված էր։ Հիմա այս ազգային անվտանգության, մուսորների, դադաղազության, մեկ էլ ֆլան, մենք այս չունենք, այդ համակարգ կոչվածը չունենք։ Չունենք, որովհետև սա էլ կլրի գանդոններ են։ Գանդոններ են։ Ֆորմով գանդոններ, բեսֆորմենի գանդոններ, բայց գանդոններ, մի րոպե։
Մի րոպե, հա։ Մի րոպե։ Մռոպե եւ նա։ Нас обманули, и мы поверили. Մի րոպե։ Երկու Ո՞տ ձեր գանդում ցավը։ Ադրբեջանի իշխանությունը մեր զինվորներ Հիմա էսի նայեք մի հատ։ Էսի բանը Փաշօղլու մերնա։ Թուրքի ագարկեմ։ Մի րոպե։ Նիկոլի իրական ծագումնաբանությունը հայերի ողբերգության արմատը։ Նախորդ գրող ասացի, որ Նիկոլի մայրը եղել է մաքուր ադրբեջանուհի։ Արզու Այվազ Կիզի Մուսթաֆանա։ Հիմա ծնված է եղել 1962 թվականի Շամխորում։ Նա մահացել է 90-ականների սկզբին Երևանում։ Պիտի թաղված լինի մահացած Ավանի հոգեբուժարանում։ Հիմա Սերժիկ Բեռնիցը շները քունեն գանդոն։ Ռաուֆ Կոխեն շները քու գանդոմ ցեղատեսակի Բեռնումը։ Քո դադախազության համակարգ, ԱԱՑ-ի համակարգ, մուսռնոց, դադարաններ, ազգային ախորնոց, կուսակցական պիդրներ։ Դուք չգիտեիք։ Հա? Որ ես ագարկի մերը թուրքա։ Ուրեմն մի բան է նշանակում, որ ձեր մերերն են թուրքի քունված ագարկեք։ Որ դուք եք թրքի աթխոդներ, որ դուք եք այդ թրքի գենի կրողը։ Այդ դրա համար է ձեր վրա որևիցե բան չի ազդում։ Եվ դուք իմանալով այդ ամենը բերե նշանակել եք։ Այդ դրա համար էլ ազգային արմենական արորթիների թույլ չեք տալիս, որ նրանք գան։ Զավթել են մեր պետությունը, մեր երկիրը, իշխանությունը մերն է, մեր ազգինն է, մեր իշխանությունը, ու այսօրվա վրա ինչ այսօրվա վրա։ Սկսած 21 թվականով, 15 թվականով, 91 թվականով եւ այլն, ազգին ցեղասպանում են։ Պետությունը, պետականությունը վերացնում են։ Մի րոպե։ Алло. Алло. Հա, Ալոբյան, привет. привет, ապեր, привет։ Ինչ կա չկա։ Ապեր եթեր եմ, հետո կխոսանք, էլի ապեր։ Լավ է, եմ բանն է զանգը։ Օ, Են Ղարաբաղցին էլի։ հա, հա։ Լավ, հետո Հա, հետո կխոսանք, ապեր, լավ։ Հիմա, արա, նյուզելի դուք այսօրվա վրա չեք հասկանում, չեք գիտակցում, կամ չեք ուզում, ես նկատում եմ այսօր այն ազգային կոչված հատվածի մասին, ովքեր իրենց համարում են մարդ, գանդոն չէ, ովքեր այդ թուրքի աթխոդների հետ կապ չունեն, բախի դուք չեք մոտիկ գալիս, հա? Հարց եմ տալիս։ Բախի մոտիկ չեք գալիս, այ ոռատուներ։ Սրանք են թուրքի քունված գանդոններ, հա? Բա այդ ովքեր իրանց համարում են ազգի ներկայացուցիչ, մարդկային հատկանիշներ ունեցող, բախի դրանք մոտիկ չեն գալիս, հա? Ուրեմն չկա։ Ուրեմն չկա, արա, այս է իրականությունը։ Մերը թուրքը, արա։ Ես չեմ ասում, գրել են, արա, ես չեմ ստեղծագործում, չնայած դրա մասին վաղուց ասել է։ Վաղուց ներկայացրել է։ Բայց այսօրվա վրա ունենք այն ինչ որ ունենք։ Եվ որևիցե մեկ այդ խնդրու առարկաներին մոտիկ չի գալիս։ Արա, ասի Սիմոնյան ջան, կամ տեսեք,
Ես բազմիցս այդ խնդրո առարկաները առաջ եմ քաշել, մուսորներ են եկել, դատաղազություն, դատարաններով տարել եմ դատական process, արա կայնում էին մուսորները դատարանի դռան առաջ, թույլ չէին տալի, որ մտնեմ ներս, դատավարություն ընթանա։ Այսօր էլ որ այսօրի փաստերով եմ խոսում։ Այսօր էլ այդ գանդոնները դատաղազություն, դատավորներ եւ այլն Անենց են անում, որ առնչություն չունենան ինձ հետ։ Մտել էին քաղաքի դատախազությունը, ասում արեք ստե արա, վիդեոն կա, փախնում են արա, մտնում եմ մարդու իրավունքներ կոչված են ագարկանոցը, որ ասեմ ժաշտամ ձեր ցաղի վրեն, փախնում են, մոտիկ չեն գար։ Արա դուք չեք տեսնում, որ սրանք այս գանդոններին բազմիցս ժամ եմ դերևրները։ Կանչել եմ, ասել եմ, եթե ագարկեք չեք, եթե թուրքի կունված գանդոններ չեք, եթե պետական դավաճաններ չեք, եթե դուք ձեզ համարում եք, դե արեք դուրս գա, առեր ես հանրության կոչվածի առջև, ազգի առջև, մարդկության առջև, խոսեք, ներկայացնենք, դուք ձեր ասեք, ես իմ փաստերը ներկայացնեմ, ես սխալ ելնեմ, դուք ինձ պատժեք, դուք սխալ ելնեք, ես ձեզ սաղիդ պատժեմ, Բախի չեք գալի։ Լավ, ձեզ մոտ այս հարցը առաջ չի գալի, նյուժել արա, այս ազգի մեջ մարդ չի մնացել, բացի ընկերներից, հա? Հարց եմ տալիս։ Նյուժելի մարդ չի մնացել, արա, որ մտահոգի արա, որ ասում են, այս թուրքա, ուրեմն թուրքին պրիզնատ է կողը որպես իշխանություն, որչապետ, համակարգեր եւ այլն, ուրեմն իրանք էլ են, չէ՞ թուրք։ Այդ համակարգ կոչվածները, որ ծառայում են այս թուրքի կունված գյոթին, ուրեմն իրանք էլ են, չէ՞, թուրք։ Ուրեմն իրանք էլ են, չէ՞, թուրքի կունված գանդոններ։ Արեք ասեք, այտենց չի։ Որ գյոթի մասին օրենք ընդունողին ասում են իշխանություն, ընդունում են որպես որչապետ։ Ձեն չեն անում, չեն պայքարում, նշանակում է իրանք էլ են գյոթ, չէ՞։ Նշանակում է իրանք էլ են մանկապիղծ, չէ՞։ Բա լավ տղա, գիտակից մարդ, մաքուր մարդ Որտե մնաց արա։ Ազգային մարդ, ազգային պատկանելություն ունեցող մարդ, ավանդույթի, մշակույթի, լեզվի, հոգևորի կրողը, դրա պաշտպանը, ուրեմն սաղդ էլ գանդոն է, արա այ ոռատուներ։ Այտենց է դուս գալի արա։ Ոնց կարաս ուրիշ ձևի մեկնաբանես, կարակ ասեք արա։ Որ ոռները թաքցրել է գլխին, ասում ես Ստից ինչ էսի փախցնեմ, ենի փախցնեմ, տանեմ շատ լապ է։ Ձեր լապակեր գանդոն բեռնում է շները քունեն, ղախպեք։ Լապ ուտելով, ա, մարդկություն, արա։ Արա, նյուժելի ձեր մեջ իրոք մարդկայինը չկա վերացածը։ Այսօր լափիկ գնացիք, լափիկ կերակ, քակիք, հետո արա, դուք մարդ եք արա։ Ձեր կյանքի նպատակը ինչումն է կայանում, այ գանդոններ։ Ուրեմն բոլորդ էլ մեր ազգի թշնամիներն եք։ Ուրեմն մեր երկրի թշնամիներն եք։ Տենց է դուրս գալի արա։ Ուրիշ հասկացողություն, ուրիշ վերլուծություն չի կարող ելնել։ Մի խոսքով ես փաստերը այնքան շատ են, փաստերը, որ որի դեմն էլ դնես, ճռռալով սատկելու է, դուրս արեք սրանց սատկացնենք արա։ Այս գանդոններին մաքրենք մեր հողը, ջուրը մաքրենք այս գյոթերից, արա։ Ուրիշ ազգերին էլ եմ ասում, պարսիկ ազգին էլ եմ ասում, ձեր իշխանություն կոչվածը ծախված, մեր տարածքներում, այսօր որ կոչվում է Ադրբեջան, Թուրքիա, Մուրքիա, ֆլան, ֆստան, ոտքի կանգնեք, այլ ազգեր, բայց իրականում բոլորդ մեր արմենական ազգի գենի կրողն եք, ովքեր իրենց համարում են մեր ազգի գենի կրողը, դուրս արեք, այս բոլորին աշխարհով մեկ, սենց հասեմ հասկանաք, էլի, այս հիմա երկրագունդ կասենք ձեր գիտակցությամբ, հա, Զաբորով
տերիտորիա կասենք, թե կասենք ես իմ երգիր մոլորակ, թե ինչ, ոբշեմ այդ կարևորը դա չի։ Դուրս եկեք, ձեր շահերի համար, ձեր երեխաների համար, ձեր ապագայի համար, ձեր ավանդույթի, մշակույթի, լեզվի, հոգևորի համար։ Դուրս արեք ես գանդոններին ես, ջուդա մասոնական ես, սիոնիստական ես, պիդրներին բոլորին բնա ջնջենք, արա, քոքից կդրենք։ Այս գանդոնները իրանք էլ չգիտեն ինչի համար է, վաղը մյուս օր ես բոլորին սատկացնելու են։ Բոլորին դոդիկներով, գրզոններով, ռաուֆներով, լֆոներով, խերժոյով, փաշողլիով, ռաուֆով, քորով, ֆուցններով, մուցններով, չնայած արդեն դրանք չկան։ Մակարոններով են այլասերված պիդրներով, բոլորին պետք է վերացվի։ Սրանք բոլորը ազգերի թշնամիներն են։ Սրանք բոլորը մարդկության թշնամիներն են։ Ու իրենց այդ համակարգ կոչվածները, որոնք իրականում գործակալական ցանցեր են, որոնք գործում են մեր ազգի, մեր պետության դեմ, իրենց պետությունների դեմ, դրանք բոլորը իրենց թշնամիներն են, միջազգային կոչված հանցագործներ։ Դուրս արեք, զանգահարեք, կապ տվեք, դուրս գանք սրանց սատկացնենք։ Բոլոր հիմքերը կա, բոլոր հիմնավորումները, փաստագրական տվյալները առկա են։ Ստեղ իրանց ոռատուների դատարան մատարանը չի, որ իրանց սեղանի տակից խոսան, սեղանի տակից քսերոքս արած թղթերը տպեն, ուղարկեն բոլորի։ Դրա պատասխանը որևիցե մեկը չունի։ Ու այսօր վերջերս ես մի հատ գանդոն կար, Դավիթ Միրզոյանը իշխերի գլուխ այդ ջուդ գյոթը, ասում է իմ վերաբերյալ հարց էին տվել, տղեկը ասեցին, տեղեկացրեցին, բա Սիմոնյանը դատավարություններ է տանում, ինքը դատավարություն, բա գանդոն, պետք է փաստեր ունենաս, որ դուրս գաս հրապարակավ սատկացնես։ Որևիցե մեկին մեղադրանք ներկայացնելու համար պիտի հիմքերը ունենաս, բա սուկա, կարողա քո նման անասուննը այնքան գիտակցություն ունի, այդ ջհուդի բազմակի օգտագործված գանդոն։ Ինչի դու այդքան խելք ունես, որ հասկանաս Սիմոնյանը ինչ է անում։ Այդ չար ու չաթ լախ։ 5 րոպե հետս խոսած փախավ։ Այլևս բան չկարեցավ ասել արտասանել։ Պիդարած յոբնի։ Ու դրա նման գանդոնների թույլ են տալիս, որ ինքը մեջտեղ գա իմ եթերները փակում են։ Միլիոնավոր դիտումներ կա, 100,000-ավոր մեկնաբանություններ կա, բայց պարզապես ինձ հասանելի չի։ Ինձ հասանելի չի, որովհետև նստած են մի քանի խակերսկի գրուպաներ, տարբեր տեղերով, 20 հոգանոց, 30 հոգանոց, ու բոլորը աշխատում են, որ հանգարցակի Սիմոնյանի հետ որևիցե առնչություն չլինի։ Բայց ձեր սաղի այն մոր ու մանուկներով պուբլիշնի սատկացնելու են։ Ու առաջի հերթին նորից եմ ասում, ովքեր սրանց ընդունում են, պաշտպանում են, սրանց գործիքակազմն են հանդիսանում այդ լրատվականներով հանդերձ, կուսակցություններով հանդերձ, կուսակցություն չպետք է լինի։ Մի հատ ազգային պետականամետ պիտի համակարգը լինի, որը ծառայի ազգի պետության հետ, որը պաշտպանի ազգի պետության շահերին, որը Միքայել Էսկոմենկոմ տեղում գնդակահարվի։ Սա պետք է լինի։ Միացեք ազգային ազատագրական պայքարին, որ այս բոլորին հրապարակավ սատկացնենք։ Ավելորդ չեմ ուզում ժամանակ վատնեմ ձեզ նորից հասկացնելու համար, այդ ամեն ինչը փաստագրական մեշոկներով փաստերը կա։ 91 թվականով 91 չեմ անդրադառնում, տեսեք 21 թվական եւ այլն 91 թվականով այս բոլորին հրապարակավ սատկացնելու, այդ թվում նաև միջազգային կառույցներին, այդ թվում նաև Ռուսաստանին, Ամերիկային, Ֆրանսիային, Գերմանիային, Ադրբեջանին, Իսրայելին, Թուրքիա կոչվածին եւ այլն, Ռուսաստան, այս բոլոր դրանց ղեկավար կոչվածներին, բոլորին ղեկավար ուշադիր։ Ես ազգի բնակչության
Մաս ինչի խոսքը։ Այս իշխանություն կոչված է սիոնիստական գանդոնները անգամ իրենց սեկտայի անդամներին չեն խնայում։ Իրենց ցեղատեսակներին չեն խնայում։ Ոտքի կանգնեք, դուրս գանք, ես նրանց բոլորին հրապարակավ սատկացնեմ։ Ու սատկացնելու եմ։ Այսքանը։